Խոսքի ուշացում, թե զարգացման ընդհանուր ուշացում։ Այս երկու հասկացությունները շատ հաճախ շփոթում են, բայց դրանք նույնը չեն։ Եթե երեխայի դժվարությունը խոսքն է, երեխան խաղում է, հասկանում եւ ընկալում է խոսքը, հետաքրքրվում է մարդկանցով, հաղորդակցվում է իրեն հասանելի ձևերով, իսկ զարգացման ոլորտները համապատասխանում են տարիքին, ապա հնարավոր է, որ հիմնական դժվարությունը հենց խոսքն է։ Սակայն եթե խոսքի դժվարությանը զուգահեռ նկատում եք դժվարություններ նաև խաղի, հաղորդակցման, խոսքի ընկալման, շարժողական եւ ինքնասպասարկման հմտությունների մեջ, անհրաժեշտ է երեխայի զարգացումը գնահատել ամբողջական պատկերով։ Մի փորձեք ինքնուրույն եզրակացություններ անել եւ ախտորոշել։ Դա մասնագետի աշխատանքն է։ Իսկ ծնողի ամենակարևոր քայլը ժամանակին դիմել մասնագետի, եթե կա որևէ մտահոգություն։ Հիշեք, որքան վաղ է կատարվում գնահատումը, այնքան ավելի շատ հնարավորություններ են ստեղծվում երեխային արդյունավետ աջակցելու համար։ Եթե թեման կարևոր էր, պահպանեք ռիլը եւ ուղարկեք այն ծնողին, ում համար կարող է սա կարևոր լինել։